Բարև ձեզ, մենք ուղիղ հեռարձակում ենք իրականացնում, ձեր ահազանգի հետքերով ենք եկել, կներկայացնեք ինչ է եղել եւ Օնո Հարությունյանը ձեր աջակիցներից կարծես իրեն են առևանգել, տեղեկություն ունեք, այստեղ է բերվել կամ ընդհանրապես ձերբակալություն էր թե առևանգում։ Քիչ առաջ մեր նախընտրական շտաբի դիմաց Էջմիածնուն քաղաքում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր աջակից, մինչև մեր աջակից լինելը երիտասարդը բլոգերությամբ է զբաղվել ու հանրայնացրել է թե ինչա կատարում Էջմիածին քաղաքում, ինչ կոռուպցիոն սխեմաներ է տեղի ունենում, ինչպես են վատ կառավարում Էջմիածինը, երկար ժամանակ, երկար ամիսներ ինքը զբաղվել է այդ գործունեությամբ ու այս մարդը ինքը իր կամքով ցանկացել է աջակցել Մայրհայաստան կուսակցությանը, Մայրհայաստան կուսակցության առաջատար համարներին Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան եւ կես ժամ մի ժամ առաջ շտաբից դուրս գալուց մեքենային է մոտեցել, որ չգիտեմ մեքենայից ինչ վերցնի, 7-8 անձնավորություն, ոչ ոստիկանական համազգեստով տապալել են պոլերին, բորձուրներին քարշ տալով ու առևանգել են։ Հետո մենք տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն, փաստորեն ոստիկաններն են։ Ոստիկանության հենց Վաղարշապատի բաժին, թե հայտնի չի որ բաժին։ Հենց այս բաժնում են բերեմ, մեր արդեն իրավաբանը ներսում է, ստեղ է ինքը։ Նոր ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խուլիգանության հոդվածով ինչ որ, չգիտենք, հեսա մենք կպարզենք ինչ հոդվածով են բերել, բայց սա ցույց է տալիս այդ փոքրիկ խմբակի քաղաքացիական պայմանագրի ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի վախերը։ Այս մարդիկ միայն կարողանում են ոստիկանությունը իրենց թիկունքում ունենալով մարդկանց ապօրինի կալանքների տանել, մարդկանց վրա ապօրինի գործեր հարուցել։ Գիտեմ, որ մի քանի օրից Կիրակի օրը նոյեմբերի 16-ին խայտարակ պարտություն են կրելու, իրենց մի հատ կցված հանրապետություն կուսակցություն կա, դրա առաջի համարը մարդը մանգալի գնա ինչ-որ սադրանքների, որ այդ մարդկանց վրա գործ հարուցել տա։ Ես չեմ էլ կասկածում, որ իր հաղորդման հիման վրա է արել։ Իրավապահների ուշադրության կենտրոնում ոչ միայն ձեր աջակիցներն են, այլ նաև ցուցակի անդամները, որտեղ գիտենք քրեական գործել կա երկրորդ համարի հետ կապված կարծես։ Մի քանի օր առաջ մենք լրատվամիջոցներից տեղեկացանք, որ մեր առաջատարներ Գրիշ Հարությունյան եւ Դավիթ Կարապետյանի նկատմամբ արդեն գործեր են հարուցել։ Այս մարդիկ երկար տարիներ եղել են խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարներ, շատ լավ ղեկավարել են, թող գնան մի հատ ուսումնասիրեն, բնակավայրի ժողովրդի հետ խոսան, հիմա վախի մթնոլորտ է, քաղաքացիական պայմանագիր է, գործ կարելու։ Ասում են հողեր են օտարել, հարստացել են, խնջույքներ են կազմակերպել համայնքային միջոցների հաշվին։ Իրանց են ֆեյք լրատվականները, դե մի հատ թող գնան մտնեն այդ բնակավայրում այդ հարց ու փորձ անեն։ Խի վախենում են, գնան մի հատ հարցնեն, տեսնեն։ Այս բավարար տենց հողեր են օտարել, բայց 7-8 տարի է ուր էիք։ Ինչի՞ չեք այդ մարդկանց անդրադառնում։ Թե ձեր պլանները խառնեց Մայրհայաստանը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունները իրանք արտահերտ ավականու, իրանց մի ԿՊԱ-ականին ուզում են փոխեն մի ԿՊԱ-ականով, անցկացում են նրա համար, որ իրանք խոյ համայնքը միացրել են Վաղարշապատին, Էջմիածնին, որ կարողանան ընդեղից ձայնել։ Մայրհայաստան կուսակցությունը հայտարարեց, որ մասնակցելու է եւ մեր առաջատարները իմ նշած անձինք են, սկսվեց ապօրինի հետապնդումները։ Ոչ մի բանից հետ չեն կանգնելու ու մենք Վաղարշապատցիների շնորհիվ խոսք ենք տալի մեր ժողովրդին, որ Կիրակի օրը նոյեմբերի 16-ին մեր քաղաքացիների շնորհիվ քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կցված փոքրիկ խմբակը քաղաքացիների շնորհիվ մերժվելու է եւ գնա այն պատմության մի հատ իրանք սիրա տեղ ունեն այդտեղ։ Այլ ընդդիմադիրների նկատմամբ եւս ընտրություններին Վաղարշապատի մասնակցող առնչվող քրեական գործեր կան, էլի իրավապահների ուշադրության կենտրոնում են, այսինքն վախենում են նաեւ հնարավոր հետընտրական զարգացումներից, նաեւ հնարավոր հետընտրական դաշինքից։ Քաղաքացիական պայմանագիրը իրանք գործ կարելու մաստեր կլասներ են ցույց տալ։ Հիմա գործերը կարած իրական ընդդիմադիրների, այնտեղ կան ֆեյք ընդդիմադիրներ, մենք դրա մասին էլ կխոսենք։ Իրական ընդդիմադիրների վրա գործերը կարել են ու դրել են դարակները, տեսնեն նոյեմբերի 16-ին ինչ ելնել, բայց ես ավելին իրենց խորհուրդ կտամ հիմիկվանից սկսեմ, որտեղ նոյեմբերի 16-ին իրանք խայտարակ ձև sense դռները փակելու են այդ ԿՊ-ի գրասենյակների ու խայտարակ ձևով հայ դեստեյություն լինեն։ Այսինքն վարչական լծակը չի օգնելու։
ոչ մի բան էլ չի օգնելու։ Ինչքան այսպես վախի մթնոլորտ տարածեն, ինչքան մարդկանց վախեցնեն, ինչքան հայացքների համար ընդդիմադիրներին դիմավորելու համար մարդկանց գործից ազատեն, ինչքան կարակ արեք։ Ձեզ ոչ մի բան չի փրկելու, ոչ ոստիկանական համակարգը, ոչ վարչական ռեսուրսը։ Իսկ ես ձեր սիրած Երևանի փոքրամասնության քաղաքապետ Տիգրան Ավինյանին ցիտեմ հայդե եք լինելու ձեր գործերով Կիրակի օրը։ Շնորհակալություն։ Իսկ տեղեկություններ հաղորդում են, թե սպասում եք փաստաբանը ներսում է, փաստաբանը դուրս կգա եւ տեղեկացնի։ Ինչքան ժամանակ է արդեն 1 ժամ է ավել։ Ուղիղ 1 ժամ է տարել են արդեն։ Շնորհակալություն։